մայիսի 5-ն է Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են 5 տրանսպորտային միջոց, վթարի հետևանքով տեսնում եք Ford Transit-ը գլխի վայր շրջվել է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վթարի հետևանքով 7 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի եւ ասում էին այ Բյուրեղաբանի հիվանդան շտաբօգնության բժիշկներն են ժամանել եւ բոլոր վիրավորներին բժիշկները մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի եւ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Բարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով խցանում էր առաջացել, սակայն բարեկների ժամանումից հետո կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնել է։ Այս պայն տեսնում եք, բարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետն է ժամանել նորանշանակ եւ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանը։ Այս պայն բարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Տեղում աշխատել են նաեւ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհն սպասարկող ճանշինը, Աբովյանն է, չէ, Աբովյանի ճանշինն է, Կոտայքի ճանշինն է օպերատիվորեն ժամանել, ու հիմա ճանշինականները սպասում են, որպեսզի քննիչը եւ գործողություններն ավարտի, սկսեն ճանապարհի մաքրման աշխատանքը։